Տավուշի մարզում այս պայն հրդեհաշիջումը իրականացվում խոտածածկ եւ բուսածածկ տարածքների հրդեհների 4 կետերում։ Առաջին այս հատվածում է Լեռնային Հայաստանից դեպի վերև անտառամերձ հատվածում, երկրորդ հատվածը Դիլիջանի ոլորանների հատվածն է, երրորդ հատվածը Նավուր կոչվող հատվածն է եւ չորրորդը Կազաչի կոչվող հատվածն է։ Կազաչի կոչվող հատվածը, որը Տավուշի մարզից դեպի Լոռու մարզի հատվածն է, այդտեղ հրշեջ փրկարները մեկուսացրել են հրդեհը։ Այս պայն ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում, ինչպես նշեցի, այս հատվածներում ներգրաված են շուրջ 700 հրշեջ փրկարարներ, էկոպարեկային ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, ոստիկաններ, բնակիչներ եւ ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս պայն հրդեհաշիջման աշխատանքները իրականացնում է փրկարար ծառայությունը եւ բավականացնում են թե մարդկային ուժը, թե տեխնիկան եւ այս պայդրությամբ նման կարիք չկա, եթե նման կարիք լինի, բնականաբար առանձին իհարկե շնորհակալ ենք մեր կամավորական խմբերին, բայց եթե առանձնահատուկ լինի դրա կարիքը, մենք բնականաբար առանձին հայտարարությամբ հանդես կգանք։ Այն հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնում ոլորանների հատվածում, նույն հրդեհաշիջման աշխատանքներ իրականացվում են նաև այս հատվածում։ Հիմնականում այրվում է խոտածածկ եւ բուսածածկ տարածք, կան ջերմահարված ծառեր, դա վերվում է այս եւ ոլորանների հատվածին։ Ըստ մասնագետների հիմնական վարկածը դա չոր կլիման է։ Եվ ինչպես գիտեք, մեր տարածաշրջանում էլի կան անտառային հրդեհներ, մասնավորապես Իրանում, եւ հիմնական պատճառը նրանք առանձնացնում են չոր կլիման, տեղումներ չկան։ Սակայն կցանկանայի նաեւ զուգահեռ մեր բնակիչները եւս մեկ անգամ հորդորենք, որպեսզի անհարկի այրումներ չանեն, ինչը հնարավոր է չոր կլիմայի պայմաններում նման մեծ հրդեհների պատճառ լինի։ Մեր բնակիչները հաճախ խոզան են այրում, ինչը անթույլատրելի է, դա վնասում է ինչպես հողի որակը, ինչպես էկոհամակարգը ընդհանրապես, այնպես էլ հնարավոր է դառնա հրդեհների պատճառ։